97 թվականի ապրիլին դուրս եմ եկել KGB-ի բանտից։ Ու 97 թիվ, Հայաստան արդեն 7 տարի անկախ էր, բայց տեսեք, նույնիսկ այդ ժամանակ դեռ ռուսերեն բլանկով էր։ Ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված, իսկ իշխանության կողմից շրջանառվող փաստաթուղթը, ըստ որի Եզրափ Սրբազանը ներկայացնում է որպես գործակալ, ընդդիմադիրները կեղծ են համարում։ Ազգային ժողովի падգամավոր Գեգամ Մանուկյանը ներկայացնում է այդ պնդման հիմնավորումները։ Սա Լատվիայում հավաքագրման փաստաթուղթն է, դեռ խամրած գույնն է, գրեթե նույն տարի թիվն է, 82 թվական, սա 83 թվական, նույն խամրած, եւ սա էլ իբր թե 86-ին թվագրված։ Ընդդիմությունը որպես օրինակ ներկայացնում է Լատվիան, նախկին խորհրդային պետություն, որն այսօր հայտնի է իր հակառուսական դիրքորոշմամբ եւ որը նույնիսկ խորհրդային տարիներին խիստ հետեւողական է եղել սեփական լեզվի կիրառման հարցում։ Որ կեղծա միանշանակ է, որովհետև դա շատ լավ գիտեմ, մինչև 93 թիվը ոչ մի թղթաբանություն հայերեն չի եղել, բանում ԱԱՑ-ում, այդ թղթաբանությունը փոխվեց հայերենի Դավիթ Շանազարյանի նշանակումից հետո, հենց Դավիթ Շանազարյանի կողմից։ Ըստ ընդդիմադիրների հրապարակված փաստաթղթում առաջին կասկածելի հանգամանքը լեզուն է, երկրորդը KGB-ի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Չեբրիկովի կողմից պարտադրված բլանկի ձևաչափը։ Օրիգինալ փաստաթղթերի հետ համեմատության արդյունքում նրանց խոսքով ակնհայտ տարբերություններ են ի հայտ գալիս։ Պատգամավորները նշում են, նման մեկ էջանոց թուղթն ինքնին որևէ արժեք չունի, եթե բացակայում են գործի ընթացքին վերաբերող հավելվածները եւ այլ փաստաթղթեր։ Այստեղ որ գրել են հույժ գաղտնի կոդ։ Լավ, էսի եթե ես համարեմ, որ պաշտոնական թուղթ, որը KGB-ում է եղել 86-ի արխիվից, այստեղ կոդ պետք է լիներ։ Ուր է այդ կոդը։ Երևի գլխներին զոր չեն տվել մի կոդ գրեն։ Օրինակ, լատվիացիների մոտ կոդը 3 գիծ 325։ Միաժամանակ հիշեցնում են, որ KGB կոչված կառույցն այլևս գոյություն չունի, իսկ դրա իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունն է։ Ընդդիմադիր դաշտից հնչում է հռետորական հարց իշխանությանը, ինչու իրենց հայտարարություններում չեն անդրադառնում Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությանը։ Վախենում են։ Սրանք քանի որ այդ ռիսկը չունեն, ուղիղ ասելու են ռուս ԿՖՍԲ-ն մինչև հիմա որևէ սրբազանի հետ կապ է պահում, ասում է համագործակցում է օտար երկրների անվտանգության ծառայությունների հետ, օտար երկրները, այդ որոնք են։ Քննարկման արդյունքում բարձրացվում է նաև մեկ այլ հարց, ինչու անվտանգության ծառայության հետ գործակցող ցանկացած անձ ավտոմատ ներկայացվում է որպես պետության համար վնասաբեր։ Այն մարդիկ, ովքեր դա բացասական բան են համարում, գիտեն արդյոք թե որ ուղղությամբ է գործակցել, իսկ եթե գործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը ԽՍՀՄ-ին կամ Հայաստանին օգուտ է բերել, թե վնաս։ Կարծում եմ այսպիսի տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է ճիշտ տեղեկացնել հասարակությանը։ Եթե դա չի արվում, ապա այլ ոչ լեգիտիմ նպատակ է հետապնդում։ Մինչ ընդդիմությունը պնդում է, որ ազգային անվտանգության ծառայությունը կեղծ փաստաթուղթ հրապարակելով խայտառակում է կառույցին ու կասկածի տակ դնում դրա հեղինակությունը, իշխանական падգամավորները վստահեցնում են, որ հրապարակված նյութը արժանահավատ է եւ կոչ են անում վստահել ազգային անվտանգության ծառայության ներկայացրած տվյալներին։ Տոնտոնիկ չի կամ փոքրիկ խաղ չի եւ պետք է վերջո հարգանք ունենալ ազգային անվտանգության ծառայության նկատմամբ եւ հասկանալ, որ ազգային անվտանգության ծառայությունը եթե որևէ փաստաթուղթ հրապարակում, ուրեմն դա չի կարող լինել կեղծ։ ԱԱԾ-ին վստահելու հարցին անդրադառնալիս ընդդիմադիրներն էլ ասում են, արդեն իսկ հրապարակված փաստաթուղթը խաթարում է կառույցի հեղինակությունը, նույնիսկ այն դեպքում, եթե դրա բովանդակությունը համապատասխանում է իրականությանը։ Սեդա Մակարյան, Նորայր Հակոբյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։